Զայրույթի կառավարման գործիքներից մեկը, որը բավականին լավ աշխատում է գրեթե իրավիճակների մեծ մասի դեպքում, դա պրակտիկ էմպաթիան է, գործնական էմպաթիան է, երբ որ մենք ցանկացած իրավիճակում, երբ որ մարդը դրսևորում է ինչ-որ վարք կամ ասում է ինչ-որ մի բան, որը մեզ զայրացնում է, փորձում ենք մտածել այդ վարքի հետևում եղած հնարավոր այլընտրանքային դրդապատճառների մասին, որովհետև մեր գնահատականներն են, որ պայմանավորում են մեր վարքը, այսինքն այն թե ինչ դրդապատճառ ենք վերագրում մարդուն, եւ երբ որ փորձում ենք մտածել այլընտրանքային տարբերակների մասին, այդ վարքի հետևում ընկած դրդապատճառների, դա մեզ կարող է օգնել մի քիչ նվազեցնել մեր զայրույթը եւ նույնիսկ փոխել, երբեմն նույնիսկ փոխել մեր վերաբերմունքը ամբողջովին լրիվ հակառակ ուղղությամբ եւ հակառակ աստիճանի նշանի էմոցիաներ դրսեւորենք։ Սակայն սա կաշխատի ամբողջությամբ, եթե նաեւ երկրորդ բաղադրիչը իրագործենք՝ պրակտիկ օգնությունը։ Պրակտիկ օգնություն ցուցաբերել է։ Եթե օրինակ այլընտրանքային դրդապատճառների մեջ, որոնք մեր մտքով անցկացրեցինք, կան այնպիսիք, որոնք վերաբերվում են նրան, որ մարդը բարդ իրավիճակում է կամ ինչ-որ խնդիր կա գուցե դրա համար այսպես վարվել կամ ասում, ապա այդ դեպքում մեր փորձը դիմացինին օգնել կամբողջացնի այս գործիքը եւ հնարավորինս օգտակար կլինի թե մեր զայրույթի կառավարման հարցում եւ գուցե նաեւ հարաբերությունների։